Այսօրվա նիստում Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը սահմանելով 6,5%։ 2026-ի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորել թիրախից բարձր մակարդակում, մայիսին կազմելով 4,2%։ Այդ ընթացքում Մարտին Գալստյանի փոխանցմամբ 12-ամսյա բնականոն գնաճը ավելացել է կազմելով 5,1%։ 2026 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհագրական անորոշության եւ էներգակիրների բարձր գների երկար պահպանման պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձևավորման, հետեւաբար նաեւ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը ավելացել են։ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը, այդ թվում եկանգամյա որոշ գործոնների ազդեցությամբ որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է։ Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության եւ ծառայության ճյուղերը։ Ավելին նկատվում են նաեւ արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ, առավելապես արտահայտելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ Կենտրոնական բանկը փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6,25%։ Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում խորհուրդը դիտարկել ու քննարկել է A եւ B տիպի սցենարներ։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Մարտին Գալստյանի գնահատմամբ Հայաստանում արտադրված ապրանքների Ռուսաստան արտահանման սահմանափակումները կարող են մինչև 0,6% գնանկումային ազդեցություն առաջացնել, եթե չհաջողվի գտնել դրանց սպառման նոր շուկաներ։ Օրինակ, մեր երկրում արտադրված ծաղիկների զգալի մասը արտահանվում է Ռուսաստան։ Այսինքն այդ ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկը ավելանալու է, որտեղ մենք կարող ենք գնանկումային երևույթներ ունենանք։ Եթե հնարավորություն եղավ փոխել շուկաները, այսինքն մեր արտահանումը չտուժեց դրա արդյունքում, ապա այս էֆեկտները ավելի մեղմ կլինեն։ Կենտրոնական բանկի նախագահի հավաստմամբ ստեղծված իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել Հայաստանի համախառն ներքին արդյունքի մինչև 2%-ի փոփոխության։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ ու արգելքներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, մասնավորապես ծաղիկները, ձկնամթերքը, որոշ ալկոհոլային խմիչքներ, հանքային եւ ոչ հանքային ջուր։ Խստացվել են նաեւ պտուղ բանջարեղենի, մրգերի եւ կարանտինային վերահսկողության ենթակա ապրանքների ներմուծման պայմանները։ Նշենք նաեւ, որ Հայաստանի Կենտրոնական բանկում լուրջ մտավախություն չունեն, որ կառավարության կողմից ակցիզային հարկի բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի։ Գալստյանի խոսքով դա կրում է պարբերական բնույթ եւ ամեն տարի որոշակի ապրանքների մասով ակցիզային հարկի բարձրացում ենք ունենում, որն էլ բխում է ԵԱՏՄ կարգավորումներից։ Տիգրան Հովակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։